Բարև ձեզ, Ամեկ Պլյուսի եթերում հարցազրույցն է եւ այսօր ես զրուցելու եմ նժար սահմանադրական շարժման համահիմնադիր Նինա Կարապետյանցի հետ։ Բարև ձեզ, Տիկին Կարապետյան, շնորհակալություն մեր տաղավար գալու համար։ Մի փոքր անսովոր է ձեզ իրավապաշտպան չասել, սահմանադրական շարժման համահիմնադիր ասել, ընդհանուր նաև վարչապետի տեխնացու, արդեն դուք հայտարարված եք որպես վարչապետի տեխնացու, եւ մենք վարչապետի տեխնացուների պակաս չունենք արդեն, ընդ որում ոչ բոլորն են քաղաքական դաշտից, այդ թվում նաև դուք, Արման Թաթոյան, Էդմոն Մարուկյան, նաև իրավապաշտպան, ինչ որտեղ դաշտից են նրանք, անգամ բժիշկ ունենք, Հայկ Մանասյանը, վարչապետի տեխնացու, ինչ որոշեցիք, որ պետքա ոչ միայն քաղաքականություն մտնել, այլ ոչ ավել ոչ պակաս լինել ձեր շարժման վարչապետի տեխնացուն։ Վարչապետի տեխնացուի հետ կապված որոշումը դա իմը չէր, դա թիմի որոշումն էր, թիմը որոշեց, որ ընտրել այնպիսի տեխնացու, որը հնարավորինս, այսպես ասած, անխոցելի լինի, թեպետ անխոցելի մարդիկ չկան։ Դե երբ որ դու որոշում ես զբաղվել քաղաքականությամբ եւ թիմի անդամ ես դառնում, որոշումները քեզ համար պիտի լինեն այսպես ընկալելի, իհարկե, ընդունելի եւ քանի որ բոլորը արժե համակարգի կրող են, այդտեղ կասկանցներ ու դիսոնանսներ չի առաջանում մեզ մոտ, առայժմ գոնե միջև այս պահը չի առաջացել եւ հաստատապես կարող եմ ասել երկար ժամանակ դեռ չի առաջանալու, որտեղ իսկապես երբ որ գաղափարի շուրջ են հավաքվում եւ ոչ թե անձի առանցքը անձը չի, այլ գաղափարներն են, արժե համակարգերն են, հետեւաբար նման խնդիր չի առաջանալու եւ ես ընդունեցի, այո, խոնարհաբար, այսպես ասած, ընդունեցի որոշումը խորհրդի։ Ես շատ ուրախ եմ իրականում, որ կա փոփոխություն, որովհետեւ մենք վաղուց ունենք սերնդափոխության կարիք քաղաքականության մեջ եւ դուք նշեցիք Էդմոն Մարուկյանի անունը, Էդմոն Մարուկյանը այո եկել է քաղաքասարակությունից, ժամանակից զբաղվել է քաղաքասարակությամբ եւ ոչ մի տարօրինակ բան չկա։ Այսպիսի process տեղի ունեցել շատ երկրներում, հետսովետական երկրներում բազմաթիվ այդպիսի կադրեր են տվել քաղաքասարակությունը, որտեղ այդ թվում նաև նախագահի պաշտոններում են մարդիկ եղել, այսինքն երկրի ղեկավարի պաշտոնում են եղել, ոչ միայն որպես падգամավորներ, այնպես որ ոչ մի տարօրինակ բան չկա։ Ամենակարևորը, որ ինչ որ պահի բոլոր մարդիկ առողջ ուժերը կարողանան համախմբվեն, դա չդառնա փոշիացում, որովհետև շատ տեխնացու անդրադառնանք դեռ։ Տեսեք, պրոֆեսիոնալները դուրս են գալիս եւ մտնում են քաղաքականություն, հասկանալի է, որ քաղաքականությունը բավականին գայթակղիչ ոլորտ է, բայց բժիշկ, իրավապաշտպան, իրավաբան այդ ոլորտները նույնպես պակաս պրոֆեսիոնալի կարիք չեն զգում, ինչու են համատարած քաղաքականությունը համատարած այդպես ձգում բոլորին։ Ես չի անվանի քաղաքականությունը գայթակղիչ, հատկապես այն քաղաքականությունը, որը մենք ունենք Հայաստանում, ինքը բացարձակ գայթակղիչ չի արժե համակարգ կրող մարդկանց համար։ Հենց դա է պատճառը։ Լիքը նոր դեպքեր, լիքը մանր կամ մեծ կառույցներ, որովհետև շատ լիքը թարմ նոր դեմքերը նոր չեն իհարկե, բայց նոր են քաղաքականություն մտնում։ Ճիշտ է, որովհետև երբ դու կայանում ես մի ոլորտում, երբ դու այլևս կայացած ես եւ ինքնաբավ ես եւ ունես բավարար գիտակցություն եւ ունես բավարար պատասխանատվություն, քեզ վրա պատասխանատվություն վերցնելու այդ շեմը հաղթահարել ես, դու չես ապրում միայն քեզ համար։ Դու գալիս է ինչ-որ մի իրավիճակ, երբ դու քո ինքնորոշման աստիճանը այնքան բարձր է, որ դու այլևս հասկանում ես, որ այն ամեն ինչ որ դու ձեռք ես բերել ինչ-որ ոլորտում, ինչ-որ տարիների ընթացքում, դա պետք է ավելի մեծ հանրային բարիք բերի, քան այն բարիքը, որը դու ստեղծում ես ինչ-որ միջավայրում։ Եվ դա է պատճառը, որ շատ ու շատ մարդիկ հատկապես պատերազմից հետո այդ ուղին ընտրեցին եւ այդ միտքը ընտրեցին եւ որոշել են զբաղվել քաղաքականությամբ։ Ես իսկապես ողջունում եմ բոլոր ձեր նշած մարդկանց, որովհետեւ իրենք իրենց ոլորտներում իսկապես կայացած մարդիկ են, իրենք արժե համակարգ կրող մարդիկ են եւ ես վստահ եմ, որ արժե համակարգ կրող մարդիկ կարող են գալ եւ փոփոխություն բերել։ Որովհետեւ եթե քո արժե համակարգը աթոռն է, պաշտոնն է, որևէ պաշտոն կապ չունի, հա, միայն ինչ որ հաղթած թիմի մաս կազմելն է, դա ոչ մի արժեք չի ստեղծում։ Դա մեր բոլոր քաղաքական ուժերին միշտ հատկապես նրանց, ովքեր որ երբևիցե հայտնվել են ազգային ժողովում, եթե չասենք անգամ իշխանություն են եղել։ Այո, որովհետև չի եղել գաղափար, չի եղել նպատակը եղել է պաշտոնի գալ հասնելը, բայց չի եղել գաղափար, չի եղել միտք, չի եղել ծրագիր, որի շուրջ կարելի է համախմբել առողջ ուժերին։ Այդ ձեր նշած բոլոր
adekvat մարդիկ, պրոֆեսիոնալ մարդիկ, կարողունակ մարդիկ, կամք ունեցող մարդիկ, այս բոլոր մարդիկ մնացել են խաղից դուրս, որովհետև իրանք երբեք ոչ մեկին պետք չեն եղել նախորդ կառավարման կամ նախորդ ռեժիմների ժամանակ։ Այդպիսի մարդիկ երբեք չեն եղել, պետք չեն եղել։ Ինչպես են իրանք հայտնվել, հա, ինչ որ մի этаպում, ինչ որ ցուցակում բերել են ձևական ինչ որ մի պաշտոնի են նշանակել, հետո երբ որ հասկացել են, որ այս մարդը արժեքներ ունի, կամք ունի, գիտակցություն ունի, չի պատրաստում խաղալ այն խաղը, որը մշտապես այս 30 քանի տարվա մեջ խաղացել են բոլորը, ինչ արել կամ ինքնայինքնակամ հեռանում այդ համակարգից, որտեղ չի համակերպվում այդ համակարգի մեջ, կամ իրան հեռացնում են այդ համակարգից, դա լավագույն տարբերակն է։ Վատագույն տարբերակում ինչ որ մի պատճառ են գտնում, քրեական գործ են հարուցում, իդեպ 18 թվականից հետո այդպիսի դեպքեր բազմաթիվ եղան։ Ամենավառօրինակ, օրինակ Դավիթ Սանասարյանն է կարելի հիշել։ Մարդը իսկապես արժեհամակարգ կրող էր եւ ինքը պետք չէր այս իշխանություններին։ Այնպես որ ժամանակն է եկել, շատ ճիշտ ժամանակն է։ Ինչու է հիմա ճիշտ ժամանակ արժեհամակարգ ունեցող մարդկանց, ինքնորոշված մարդկանց քաղաքականություն գալու, որովհետև երբ դու ապրում ես այս տեսակ ծայրահեղ ծանր ճգնաժամային իրավիճակ, իսկական ժամանակն է սկսել փոփոխությունները, որովհետև երբ որ կիսատ վիճակներում են, հա, կիսա պատերազմ, կիսա խաղաղություն, կիսա կայացած տնտեսություն, կիսա չգիտեմ ինչ, մարդիկ կտրուկ փոփոխությունների գնալ պատրաստ չեն լինում։ Հիմա մենք այլ ընտրանք չունենք, հիմա մենք պետք է գնանք շատ կտրուկ փոփոխությունների եւ կայացնենք պետությունը։ Այլ տարբերակ մենք չունենք։ Ավելի լավ ժամանակ կան հիմա, մենք չունենք։ Պետության հիմքերը պիտի դրվեն ճիշտ, եթե պետության հիմքերը պետական կառավարման հիմքերը, այս բոլոր հիմքերը չեն դրվում ճիշտ ուղու վրա, մենք ստանում ենք այն ինչ որ ստացել ենք ունենք հիմա։ Փոփոխություններ ինչ նկատի ունեք, ինչ եք անելու, դարձակ հաջողությամբ դարձակ վարչապետ, հաղթեց ձեր ուժը եւ ինչ կտրուկ փոփոխություններ եք անելու, առաջին ձեր քայլերը որոնք են լինելու։ Մենք առաջարկել ենք համախմբվել, մենք ինչու չստեղծեցինք կուսակցություն, այո, ինչու չստեղծեցինք կուսակցություն, որովհետեւ մենք առաջարկում ենք գաղափարներ, որոնք վերկուսակցական են, դա մի կուսակցության անելու աշխատանք չի։ Սա գործունեություն է, որը պարտադիր պայման է հիմքեր ստեղծելու համար։ Այսինքն դա կառավարման իրավական դաշտում առաջարկվող փոփոխություններ են, հենց դարձակ իշխանություն, միանգամից դա է կանելու։ Անպայման, եւ այդ մեր առաջարկված փոփոխությունները ի տարբերություն մնացած բոլորի, բերում է մեր իսկ կառավարման ընթացքում մեր լիազորությունները կրճատելուն է բերելու։ Այսպիսի բան երբեք ոչ մեկ չի առաջարկել։ Բոլոր սահմանադրական փոփոխությունները, որոնք արվել են մի բանի համար, որ հնարավորինս օրվա իշխանության լիազորությունները լինեն ընդլայնված, անսահման եւ անկառավարելի։ Չեք կարծում, որ ոչ թե խնդիրը ոչ այնքան ինչ որ համակարգերի կամ իրավական նորմերի փոփոխություն, այլ քաղաքական կամքի արկայություն։ Օրինակ Նիկոլ Փաշինյանն էլ ասում էր, ես հենց դարձա վարչապետ, անգամ ընտրվելուց հետո էլ միանգամից վարչապետի լիազորությունները կթուլացնեմ, կթեթևացնեմ, բայց դա նախատեսում են միգուցե հաջորդ սահմանադրությամբ կամ հաջորդ իշխանությունների համար չեմ կարող ասել։ Այդպիսի բան Նիկոլ Փաշինյանը չի առաջարկել է, ասել է, համենայն դեպս 7 տարի ժամանակ ուներ փոփոխություններ անցկացնելու, 3 անգամ հավաքել է։ Մյուս ուժը լինի, հաջորդ ուժը լինի, դուք լինեք, կամքի մեջ է, այսինքն։ Ճիշտ, շատ ճիշտ եք ասում, եւ հենց տրամաբանությունը մեր խմբի հենց նրա մեջ է, որ մեկ անձի կամքից չի դա կախված լինելու, այսինքն դա իմ քմահաճույքից չի կախված լինելու։ Թիմը հավաքված այնչափ ինքնորոշված եւ արժեհամակարգ կրող է, որ եթե ես հանկարծ ինչ-որ պահի որոշեմ, որ ես դառնում եմ Նիկոլ Փաշինյան, ինձ ուղղակի շատ արագ կճանապարհեն դեպի տուն։ Գուցե ձեր այդ նույն արժեհամակարգային փոփոխության կենթարկվի։ Չէ, չի կարող ենթարկվել, որովհետև իսկապես մարդիկ, ովքեր գիտեք, կարող էին իրենց բարեկեցիկ կյանքը շարունակել ապրել։ Մեր թիմում մարդիկ կան, ովքեր շատ հաջողակ բիզնեսմեններ են։ Մարդիկ, ովքեր շատ այո, որը իդեպ ազգանունը առիթից օգտվելով մի անգամ էլ նշեմ, որ Իկանոմով ազգանունը դա հունական է, պարոն Իկանոմովը ինքը կիսով չափ հույն է, հայաստանցի հույն է։ Այնպես որ ազգանունը թող տենց տարակուսանք չառաջացնի։ Այսինքն մենք ձեզ չտանենք դեպի ռուսական դաշտ, եթե Նիկանով ունեք։ Ընդհանրապես որևէ մեկ ուղղության վրա մեզ կարիք չկա տանելու, որովհետև մենք այդ տրամաբանության մեջ չենք, այդ տրամաբանությունով չենք առաջնորդվելու։ Մեր համար շատ սկզբունքային է մեր սուվերենությունը, մեր ինքնիշխանությունը, մեր սուբյեկտայնությունը բարձրացնել այն աստիճան, որ այլևս կարևոր էլ չլինի, թե ով կլինի քո համագործակցող կամ ռազմավարական գործընկերը։ Կարևոր են ունենալ ռազմավարական գործընկեր, բայց կարևոր չլինի, թե ով կլինի քո ռազմավարական գործընկերը, որտեղ քո սուբյեկտայնությունը այնքան բարձր է եւ քո կառավարման համակարգը այնպեսին է, որ մեկ անձի վրա ճնշում գործադրելով կամ մեկ անձին առնելով, չգիտեմ, ասեք, ահաբեկելով, ցանկացած ձևով հնարավոր չի փոխել ընթացքը մեր պետության, հնարավոր չի բերել այսպիսի կործանարար իրավիճակի։ Մեր առաջարկը դրա մասին է։
մենք եւս երկու կետ ունենք, մեկը թվային կամ ինչպես ասում են նաև թվանշային պետության հետ կապված, որովհետև կոռուպցիայի դեմ պայքարը հնարավոր է միայն այդ համակարգերը ներդնելով, իրական կոռուպցիայի դեմ պայքարը։ Շատ կարևոր է հասկանալ, որ ամբողջ աշխարհը հիմա գնում է թվայնացման, եւ եթե հանկարծ մենք հետ մնացինք այդ process-ից, դա նշանակում է, որ մեզ ինչ որ պահի ուղակի ինչ որ մեկը, ինչ որ մի երկիր ու կարևորը չի որ երկրի մասին է խոսքը, մեզ պարտադրելու են իրենց պրոյեկտները, իրենց ծրագրերը, իրենց վերահսկողության ներքո գտնվող մեր տվյալները։ Մենք պիտի ստեղծենք մեր տվյալների բազաները, մենք պիտի ստեղծենք մեր համակարգերը, որի պայմաններում մեր քաղաքացին պիտի վստահ լինի, որ տվյալները պաշտպանված են։ Կամաց դա փորձում են անել, ինչով է տարբերվում, ընդհանրապես ձեր ասած այդ թեզերի, գաղափարների, աշխատանքի մասին, որ ցանկանում եք անել իշխանության գալուց հետո, նորություն չեն, քաղաքական դաշտում ընդդիմադիր իշխանության դրանք բոլորը կրկնում են։ Լրիվ նորություն են, աբսոլյուտն։ Ոչ մի ընդհանուր բան չկա, որովհետև հա, այն ինչի մասին խոսում ենք, մենք դա բերելու է հասարակության պաշտպանվածությանը, մեր պետության ամրացմանը, այն ինչ որ փորձում են անել իրանք, իրականում մեծամասամբ հեշտացնում է իրանց վերարտադրությունը։ Մենք առաջարկում ենք օրինակ բերեմ, մենք առաջարկում ենք համապարփակ անվտանգային համակարգի ներդրում, որի պայմաններում ամբողջ բեռը պաշտպանության չի մնալու 18-ից 20 տարեկան բանակայինների վրա։ Անպայման կասեք, դե իշխանությունն էլ է դա առաջարկում, կասեք, որ օրինակ 1.5 տարի են դարձնելու ծառայությունը եւ շատերի համար դա գուցե գայթակղիչ կթվա, բայց մեր առաջարկը հետեւյալն է՝ համապարփակ լուծման մեջ, իդեպ համապարփակ այս ծրագիրը, որը մարդիկ ովքեր որ մշակել են, առաջարկել են նաեւ Նիկոլ Փաշինյանին, ինքը պարզապես մեջից վերցրել է ամենապոպուլիստական, տեսպես ձևական կողմն է վերցրել, բայց բովանդակությանը դա այս մարդկանց հետաքրքիր չի։ Մենք անելու ենք ամբողջ անվտանգային Դուք եք ներկայացրել։ Մենք ընդունել ենք մեր գործընկերներին, իրենք միացել են մեզ եւ այդ ծրագրերը, որոնք որ իրենք մշակել են, տարիներ շարունակ դրա վրա աշխատել են, մենք դա ընդունել ենք, որովհետեւ 1.5 տարի ծառայությունը պետքա զուգորդված լինի այլ գործողություններով։ Օրինակ տարածքային պաշտպանության միավորներ ստեղծելով, օրինակ անվտանգության այլ բարձիկներ ստեղծելով, այլ համակարգ ստեղծելով, այսինքն դա միայն տարի ու կես զինվորական ծառայությունը դարձնելու մասին չի։ Բանակա լինելու եւ անվտանգային մնացած հարցերում ոլորտներում նույնպես ասում են բարեփոխումներ անելու են եւ դա եկեք ես ձեզ մի հարցով պատասխանեմ իրանց ասելու հետ կապված ու ինձ թվում է կարելի է ապագայի մասին խոսել։ Այս մարդիկ 7 տարի շարունակ ասել են մի բան, հետո եկել են ասել են իրավիճակը փոխվեց, մենք ճիշտ չենք հաշվարկել, ես լավ չէի հասկացել, ես շփոթվել եմ, ես ձեր նման սխալ հայրենասեր էի, մի խոսքով ինչ որ խոստացել ենք, դա բարի ճանապարհ, մենք անում ենք նենց ինչպես որ անում ենք։ Այս հարցը փակված է, այս մարդկանց մի հատ լավ հին անեկդոտ կա, երկար չպատմեմ, վերջը ասեմ, եմ ասում դու էլ ասա։ Դուք քանի տարում եք անելու կամ քանի տարում է հնարավոր անել, եթե իրանք 7 տարում չարեցին կամ չկարողացան անել։ Եթե դու ունես կամք, գիտակցություն, որ սա քո հարցերի լուծումն է, դու վերցնում ես քեզ վրա պատասխանություն եւ անում ես այդ առաջի process-ը, դա սահմանադրական փոփոխությունները, անշուշտ այն ինչ որ մենք առաջարկում ենք, դրա մեջ պետք է լինեն, դրանք պետք է ընդգրկված լինեն սահմանադրական փոփոխությունների մեջ։ Պարզա որ միայն այդ փոփոխությունները չեն լինելու, օրինակ կառավարման մոդելի համակարգը միայն չի փոխվելու, կլինեն էլի փոփոխություններ, որովհետև մենք պիտի հստակեցումներ մտցնենք, օրինակ, չգիտեմ, ձևական Հայաստանը իրավական երկիր է ու տենց վերջ, հա, ասենք Հայաստանը սոցիալական երկիր է։ Չէ, դա շատ ավելի ու հետո գնում են հոդվածներ, որոնք ոչ սոցիալականի մասին են, ոչ իրավականի մասին են եւ մնացած։ Մի խոսքով, մենք անել ենք սահմանադրական փոփոխություններ, ենթադրում ենք, որ դա պետք է անենք տարի ու կես, 2 տարի, առավելագույնը 2 տարվա ընթացքում, որովհետեւ պետքա շատ արագ աշխատի մեխանիզմը։ Այսինքն մենք մեր հաջորդ համակարգ անվտանգային համակարգը մենք սկսելու ենք ներդնել առաջին իսկ օրվանից, որովհետեւ դա մեր իսկապես անվտանգության խնդիրն է, որը մեր հասարակությանը ամենաշատն է անհանգստացնում եւ այն ինչը որ արվում է առանձին նվիրյալ մարդկանց, չգիտեմ, ինչ որ խմբերի, ՀԿ-ների կողմից, դա բոլորը պետք է համախմբվի եւ էլի բազմաթիվ այլ գործողությունների դեպքում օրինակ շատ է վիճարկվում, քննարկվում հիմա անկախության հռչակագրին արված հղումը, այդ հարցում ինչ դիրքորոշում ունեք կամ ինչ եք անելու։ Մենք սահմանադրությունը չենք փոխելու, մենք սահմանադրական փոփոխություններ ենք իրականացնելու, որովհետև սահմանադրությունը դա մեր ներքին փաստաթուղթն է, սահմանադրության շուրջ կարող են լինել միայն մեր քննարկումները, միայն մեր որոշումները եւ հետեւաբար որևէ դրսի ազդեցություն մեզ վրա պիտի ընդունելի չլինի։ Սա մեր պատմությունն է, մեր ներկան է, մեր process-ն է, դա պետք է իրականացնենք մենք։ Մենք նախատեսում ենք սահմանադրական փոփոխություններ։
Ես չհասկացա ձեր իմ հարցի պատասխանը։ Փորձեմ այլ կերպ բացատրել։ Ուղիղ պատասխանեք։ Ուղիղ հղումը ավելի ուղիղ չէ, հնարավոր չէ։ Այսինքն սահմանադրությունը չեղարկելու համար, այսինքն մնալու է այդ հղումը, անկախության հռչակագրին հղումը մնալու է նույնությամբ։ Իհարկե։ Հռչակագիրը հնարավոր չի փոխել, հռչակագիրը անփոխարինելի, ինքը գիտեք ոնց որ պատմական կոթողա։ Հռչակագրի նա վերաբերում, այլ զուտ հղումը սահմանադրության։ Նիկոլ Փաշինյանի տրամաբանության մեջ անհրաժեշտություն կա առհասարակ լուծարել այս պետությունը, որովհետև ինչ որ բան իր մոտ լավ չի ստացվել։ Հիմա բոլոր երկրները անցնում են ճգնաժամեր, բոլոր երկրները ունեցել են խնդիրներ, մեզանից ոչ պակաս խնդիրներ ունեցող երկրներ են եղել, եւ միայն գիտակցված համատեղ թիմային աշխատանքը եւ այս տեսակ պարակտումը բացառելով համախմբման արդյունքում եւ գիտակցված աշխատանքով հնարավոր է հասնել հաջողության։ Մենք պատրաստ ենք գնալ այդ ճանապարհով։ Դրա համար պետք չի պետություն լուծարել։ Ես չգիտեմ դա ում ֆանտազիաների մեջ համատնում կամ ում պահանջն է լուծարել Հայաստանը, բայց այդպիսի բան չի կարող լինել։ Պետությունը հարատևության մեջ պիտի լինի։ Ասում եք համախմբենք, դուք եք մի քանի անգամ էլ ձեր թիմակիցներն են ասում, ում հետ եք համախմբվելու։ Բոլոր adekvat առողջ ուժերի հետ։ Ասեք, օրինակ ես հենց հիմա եւ ոչ միայն հենց հիմա, այլ բավականին երկար ժամանակ մենք հանդիպումներ, զրույցներ, քննարկումներ ունենք շատ առողջ թե անհատների, ես ուղղակի ապշած եմ, ես գիտեի որ մենք մի այլ տեսակ մարդիկ ունենք, որոնք յուրահատուկ են, ցանկացած այլ երկիր կերազեր այդպիսի մարդկանց ունենալը, բայց չի պատկերացնում, որ մենք այդքան շատ ենք։ Եվ անհատների հետ, եւ խմբերի հետ, եւ նախաձեռնությունների հետ, եւ կուսակցական կառույցների հետ մենք հանդիպում ենք բոլորի հետ, ում հետ կարելի է պատկերացնել։ Կներեք, այսօր անուններ տալ Ինչի՞ չեմ համարում։ Խնդիր չունեք, անցյալ չունեք, խնդիր չունեմ, ոչ մի խնդիր չունեմ։ Դեպքում ինչի՞ չեք ասում, թե այդ չեմ ասում, որովհետև այդ process-ը ինքը պիտի հանգիստ անցնի։ Այդ process-ը չի կարող անցնել այդ այնց շոուն պետք է շարունակվի։ Շոուային ինչ որ բան էլ կար, ամեն դեպքում համացածում հանդիպեցի, որ դուք մասնակցել եք օրինակ Պարույր Հայրիկյանի տանը կազմակերպվող ինչ որ միջոցառմանը, որտեղ ներկա էին ոչ միայն դուք եւ Հայրիկյանի թիմակիցները, այլ Բևեռից Գարեգին Չուկասյանն եկար, Անդրեաս Ղուկասյանն էր այնտեղ, այդ ուժերի հետ նման համախմբման քննարկում դուք ունեք, իրancs հետ համախմբվելու եք։ Բոլոր առողջ ուժերի հետ։ Իրանք առողջ ուժ եք իրանց համարում։ Բոլոր առողջ ուժերի հետ լինելու ընթանում են քննարկումներ եւ լինելու են համախմբումներ։ Եկեք ես այսպես պատասխանեմ։ Այնտեղ էր նաեւ Հայկ, այնտեղ չէր, մեկ այլ քննարկման ժամանակ Հայկ Մանասյանին տեսա։ Ես Հայկ Մանասյանին ուրիշ ձև եմ սիրում, որովհետեւ իր ազնվությունը զուտ մարդկայնորեն մենք դոկտորի հետ ծանոթ ենք շատ ավելի վաղուց, միջև մեր քաղաքականության մեջ մտնելու այդ process-ները, շատ ազնիվ պարկեշտ մարդ է։ Ես հիմա նորից դուք կարող եք որպես պրոֆեսիոնալ լրագրող, հին փորձառու լրագրող անդադ նույն հարցը տալ, ես այդ հարցին չեմ պատասխանելու անվանական, որովհետև համարում եմ, որ այս process-ը հանգստություն է սիրում, լռություն է սիրում եւ խաղաղություն է սիրում։ Մենք պիտի փորձենք հանգիստ, լուռ, համերաշխ, սուր անկյունները հարթելով, այն բոլոր հարցերը, որոնք մեզ մոտ կարող են տարաձայնություններ առաջացնել, մի կողմ դնելով, փորձենք գտնել ընդհանուր եզրեր, իսկ ընդհանուր եզրերը այնքան շատ են, սկսած մեր պետականության նկատմամբ յուրահատուկ վերաբերմունքից, վերջացրած փոփոխություններ, որոնց կարիքը մենք ունենք, ուղղակի մարդիկ մի փոքր այլ ձև են պատկերացնում, մենք կարող ենք բերել դաշտ եւ համերաշխության պայմաններում ստեղծել այնպիսի ընթացք, որը անկասելի կլինի։ Հիմա այդ անկասելիությունը ապահովելու համար մեզ պետք է հանգստություն, մեզ պետք է լռություն, անուններ իհարկե լինելու են, բա ոնց կարող է ընտրություններից առաջ կամ շատ ավելի ընդառաջ, որովհետեւ մենք ինչքան ունենք 8-9 ամիս կարծեմ չէ միջև ընտրությունները, եթե դրանք լինեն հերթական, եթե արտահերթ ավելի կարագանան process-ները, հաստատապես հասարակությանը ներկայացնելու են այն բոլոր հաջողությունները, որոնց մենք հասել ենք համախմբելու հարցում եւ այդ process-ները ես նորից եմ անկասել։ Իսկ կուսակցություն չեք հիմնում, ինչ եք շարժումով մասնակցում, որ ստիպված լինեք համախմբամ կամ դաշինքով, ինչ որ մի կուսակցության ըստ երևույթին ցուցակում կամ դաշինքով ներկայանալ։ Դուք մենք նախատեսել ենք, որ դա կլինեն դա պիտի լինի դաշինք։ Տրամաբանությունը հերթական կուսակցություն չդառնալու տրամաբանության մեջ էր ավելի հեշտ հավաքելու, որովհետև երբ որ դու կուսակցություն ես, դու ունես քո այսպես կուսակցական հետաքրքրությունն շահերը։ Երբ որ դու կուսակցություն ես, յուրաքանչյուր մյուս կուսակցություն, որի հետ գնում ես համախմբան, ինքը մտածում է այս մարդիկ զուտ կուսակցական, նեղ կուսակցական անձնական շահերն են առաջ տանելու, իսկ մենք փորձել ենք անել ամեն ինչ, որպեսզի այդ կասկածները փարատվեն։ Մենք
ունենք կուսակցական ամբիցիաներ։ Մենք ունենք, դա շատ լավ բան է, դրա մեջ ոչ մի վատ բան չկա, ես ուզում եմ որ մեր հասարակությունը հասկանա, որ մենք ինչքան կայացած ամուր գաղափարական թեկուզ տարբեր ուղղությունների վրա աշխատող գաղափարական կուսակցություններ ունենանք, այնքան մեր պետությունը շահելու է, բայց մենք այս պահին, այս ճգնաժամային պահին համարում ենք, որ կարևորագույն խնդիրը դա վերկուսակցական հարցը լուծելն է։ Այսինքն 18 թվականին Քայլարա Մերժի Սերժի տարբերակով չլինի, որ հետո չգիտենք, բա հետո իսկ Քայլարա Մերժի Նիկոլին ու հետո ինչ։ Նույն բանը ինչ որ արեցին 18 թվականից հետո, չէ, շատ կոնկրետ ծրագիր պիտի լինի։ Մենք պիտի համախմբվենք շատ կոնկրետ նպատակների շուրջ։ Մենք գալիս ենք, որտեղ Նիկոլ Փաշինյանը այս պայմաններում մեծ խնդիր չի։ Խնդիրը թե հետո ինչ ենք անելու։ Իսկ համագործակցության մեջ կան թեկուզ նաև իշխող կուսակցության, իշխող ուժի հետ կամ նախկին երկու նախագահներին, երեք նախագահներին, սատարող ուժերի հետ համագործակցություն։ Սերժ Սարգսյան, Նիկոլ Փաշինյանի հետ, Ռոբերտ Քոչարյան, Լևոն Տեր-Պետրոսյան։ Նիկոլ Փաշինյանի հետ համագործակցող խմբերը ու թիմերը իրենք մի տեսակ ոնց որ սիկտանտների վերածված լինեն, իրենք շատ եւ նպատակարարել չենք համարում իրենց հետ համագործակցելը, որովհետեւ այդ մարդիկ անցել են բոլոր թույլատրելի կարմիր գծերը։ Մնացած նախագահների հետ մենք պայմանավորվածություն ունենք ներքին, որ այս պահի դրությամբ ոչ մի ընդհանուր բան չենք տեսնում ուղղակի։ Ավելին ասեմ, մենք տվել ենք քաղաքական գնահատական եւ կարծում եմ, որ իրենք էլ համաձայն չեն լինելու այդ քաղաքական այսինքն մենք արդեն արել ենք քայլը, որը պիտի աներ Նիկոլ Փաշինյանը անհիշելի ժամանակներից։ Մենք քաշել ենք այդ գնահատականից հետո քաշել ենք այդ մեր գիծը, որից հետո գնում ենք դեպի առաջ։ Մենք նաև պայման ենք դրել, որը կոչվում է լուստրացիա, այն լուստրացիան, որը ձեր եթերում ենք 1000 անգամ խոսել, բազմաթիվ այլ եթերներով այս 7 տարի շարունակ ես խոսել եմ օրինակ եւ շատ էլի ոչ այդքան մեծ թվով մարդիկ խոսում են լուստրացիայի։ Պայման դա պիտի լինի լուստրացիա։ Եթե մենք չանցենք լուստրացիան, մենք նորից վերադառնալու ենք այն նույն շրջանի մեջ, որի մեջ հայտնվել ենք։ Մենք պիտի անցնենք այդ լուստրացիայի process-ով, ես վստահ չեմ, որ նախորդ իշխանությունները սիրով կգան ու կմասնակցեն այդ լուստրացիայի process-ին համագործակցության համար, եթե ոչ նախորդ կամ նախկին իշխանությունները, քիչ թե շատ քաղաքական կամ որոշակի այլ կշիռ ռեսուրսներ ունեցողները այդ ուժերն են։ Մնացած ուժերի հետ, որոնք նաև ես թվարկեցի, դուք հանդիպել եք կամ հանդիպում եք, այդքան շատ կշիռ չունեն եւ ընտրություններին էլ քաղաքական process-ներում էլ այդքան մեծ հաջողություններ չեն ունեցել եւ առանձնապես այդպես համաձայն չեմ, դա նույն բանը ասում էր Քոչարյանը, որ ասում է դե ես եմ Նիկոլն է ու բանն ոնց էր Սամվել Կարապետյանն է Սամվել Կարապետյանի մոտից ասում եմ մենք իր այդ вообще կապ չունենք, ոչ էլ ուզում ենք իր այդ հարաբերություններ ունենանք, այսինքն դա տենց թյուր տպավորություն է, որ կշիռ չունեն, որովհետև չեն մասնակցել, որովհետև չէ process-ներին տենց ակտիվ չեն եղել եւ նաեւ համախմբված չեն եղել, այո։ Հիմա համախմբված չեն եւ իսկապես կշիռ չունեն, ընտրություններն էլ եթե մասնակցում են, շատ քիչ անգամ եթե միավորվելն էլ անցողիկ ազգային ժողովի անցողիկ շեմը հաղթահարելու դեպքում կասկած կլինի։ Կասկած եղել է, կասկած պիտի չլինի, մի րոպե առնեմ, չէ։ Մի բան արեք, մի արեք, ես Ամեկ Պլյուսը շատ եմ սիրում։ Այս հմեկի եթերի Պետրոսը մի դառեք։ Չէ, Պետրոսը չկա, դուք կարող եք օրինակներ բերել, ում հետ որ հանդիպել եք, օրինակներ բերեն։ Անդրեաս Ղուկասյանը եւ մյուսները, որ մասնակցել են ընտրություններին, որքան ձայն են ստացել։ Այդ մի համեմատեք։ Մենք ունենք նոր իրավիճակ։ Պետրոսներ մեղավոր չգիտեմ։ Մենք ունենք նոր իրավիճակ, մենք ունենք նոր process-ներ եւ այդ նոր process-ները կարող են բերել եւ բերելու են, ես ձեզ հաստատապես եմ ասում, բերելու են։ Ես վստահ եմ դրանում, որովհետեւ երբեք Հայաստանում 60-ից 75 մոտապես տարբեր հարցումներով մինչև 80% հասարակությունը զզված չի եղել ոչ նախկիններից, ոչ էլ ներկաներից։ Բոլոր ժամանակներում ինչ որ չափով բաժանվել են ձայները եւ դա մոտավորապես օրինակ Դաշնակցությունը միշտ իր 7%-ը ասում է ոսկի 7%-ը ունեցել է։ Այսօր իրանք ունեն այդ 7%-ը, չունեն իրանք այդ 7%-ը։ Այսօր Նիկոլ Փաշինյանը իրեն 80% ունի, ինքը չունի այդ 80%-ը։ Ռոբերտ Քոչարյանին թվում է, եթե ինքը մեծ կապեր ունի եւ մեծ հնարավորություններ ունի իրան Հայաստանում ընդունելու են, ի վերջո լուծումը տալու է Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որը գնալու է քվեարկելու։ Ի վերջո միլիոն մոտապես 200,000 ընտրող ունենք եւ եթե 600,000 Հայաստանի Հանրապետության քաղաքացի կանգնի ու ասի, որ ոչ, մենք ընտրում ենք այս թիմին, այս ուժին,
բոլորը, ամենաուժեղ խաղացողները, ամենամեծ երկրները, որոնք ստեղ ինչ որ հետաքրություն հավակնություններ ունեն, իրանց կանդիդատ տեխնացուներին ունեն, իրանք ստիպված են լինելու ընդունել Հայաստանի Հանրապետության քաղաքացու որոշումը։ 18 թվականի հեղափոխության ժամանակ ուրեմն քայլը, բայց դրան պետք է հասնել։ Այո, դրա համար պետք է, հենց դա է պատճառը, որ մենք հիմա հանդիպում ու քննարկումների մեջ ենք եւ հանդիպում ենք, ասում բոլորի հետ, ում ճանաչում եք դաշտում։ Լավ, անցնենք նաև արտաքին քաղաքականությանը, օրինակ, ինչպես է գնահատում օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված այդ նախաստորագրված նաև փաստաթղթերին եւ ճիշտ քայլ եք արդյոք դա համարում դուք։ Միացյալ Նահանգների հետ համագործակցությունը մեզ համար Հայաստանի Հանրապետության համար պիտի լինի առանցքային ու կարևորագույնը, որովհետեւ միայն այն փաստը, որ այս տարածաշրջանում պատերազմը կանգնեցնելու հնարավորություն եւ կարողություն ունի բացառապես միայն Միացյալ Նահանգները եւ այդպես լինելու առաջ դեռ երկար, սա նշանակում է, որ մեզ համար դա պրիորիտետ ուղղություն պիտի լինի։ Իրենց հետ ցանկացած բնույթի համագործակցություն պիտի շատ կարևորվի եւ դրան շատ լուրջ պետք է մոտենալ։ Այլ խնդիրը թե մենք ինչ ենք ստացել այս փաթեթով։ Արդյոք սա իսկապես նա ինչ որ մեզ ներկայացվում է, արդյոք սրա տակ չկան քարեր, որոնք ջրի տակի քարեր, որոնց մասին մենք տեղյակ չենք, չկան պայմանավորվածություններ, չկան խնդիրներ, որովհետև երբ խոսում են տրիպի մասին մի կողմից, իսկ Ալիևը հետևողականորեն բոլոր ամբիոններից, բոլոր հարցազրույցներում ասում է Զանգեզուրի միջանցք եւ չի փոխում հռետորաբանությունը, դա նշանակում է Իշխանություններն ասում են Ալիևն իր ձեռքով է ստորագրել այդ բոլոր փաստաթղթերում, որ Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության եւ այլնի այդտեղ ինչ միջանցքային տրամաբանությամբ այն դեպքում, երբ Հայաստանը Ես չեմ վստահում մեր իշխանություններին, ցավոք սրտի։ Ալիևը ստորագրել է, փաստաթուղթն էլ կարծացել։ Ես չեմ վստահում, վստահ չեմ, որ դա ամբողջական փաթեթն է, ես վստահ չեմ, որ չկան այլ պայմանավորվածություններ, ամենապարզ օրինակը ձեզ համար բերեմ, որ մարդիկ պատկերացնեն, թե ինչ աստիճանի սուտասան են այս մարդիկ, եւ չի կարելի իրանց վստահել ինչու, ասենք բանում Փարուխում տարան մեր զինվորներ պայմանավորվածություն, բանավոր պայմանավորվածություն ունեին տարածքը հանձնելու ադրբեջանական կողմին եւ մեր զինվորներին տանում են այնտեղ Փարուխում կանգնացնում են, արդյունքում մենք ունենում ենք մեծ թվով պատճառ, որ արդյունքում չէ, պարզաբանում, պատճառաբանություն, որ դա նույնպես հին խծաբերդերի հետ կապված եւս այո խծաբերդերի հետ կապված դա ռուսական խոստման չկատարումներ, ոչ Քո զինվորը ինչի գնաց այնտեղ կանգնեց, եթե ձեր պայմանավորվածությունները շատ հեշտ է բոլորի վրա պատասխանատվությունը այսպես քսելը Ոչ մի անգամ այս իշխանությունը իր պատասխան եւ առհասարակ մեր եղած իշխանություններից ոչ մեկը չի ուզում ընդունի իր մեղքի բաժինը ոչ մեկ չի ուզում ընդունի իր պատասխանատվության բաժինը իշխանություն որը ի վիճակի չի ընդունել իր սխալները եւ ներողություն խնդրել է սեփական ժողովրդից այդ մարդկանց հետ գիտեք ոչ ճանապարհ կանցնելու ոչ էլ խոսելու բան կա եւ իրենց ցիտելու կարիք էլ չկա նորից իրենց քննարկելու հարցել չկա, մեր ամբողջ իմաստը պիտի լինի այ վաղը, դեպի վաղը մենք ուր ենք գնալու եւ ում հետ ենք գնալու։ Իսկ ճանապարհ կանցնել եւ գաղափար կանցնել եւ մարդիկ կան ում հետ կարելի է դա անցնել եւ մենք պիտի անցնենք այդ ճանապարհը։ Օրինակ ընդդիմությունը շատ է սիրում համեմատել նոյեմբերի 9-ի փաստաթուղթը եւ Վաշինգտոնյան փաստաթուղթը, ձեզ համեմատության ինչ եզրեր ունեն եւ որն էր ավելի Հայաստանի համար նպաստավոր։ Ես չէի գնահատի ավելի նպաստավորության տեսակետից, ասեմ, ես այլ տեսակետից եմ գնահատում։ Հիշում եք, երբ նոյեմբերի 9-ը ստորագրվեց, բոլոր լրատվամիջոցները, բոլոր հետաքրքրված մարդկանց, կամ քաղաքական գործիչներ ասում են, դե ասեք, դուք չեղարկելու եք նոյեմբերի 9-ը։ Անցավ ինչ-որ ժամանակ, պարզվեց նոյեմբերի 9-ը ինքնաբերաբար չեղարկվեց։ Այսինքն հիմա քննարկել այս этаպում օգոստոսի 8-ի պայմանագիրը չգիտեմ, ինչքանով է նպատակը հարմար։ Եթե մենք չգիտենք ամբողջ պատկերը, շատ դժվար է քննարկել ինչ որ մի բան հասկանալու համար ինչն էր ավելի նպաստավոր, ինչը ոչ։ Համենայն դեպս մենք նոյեմբերի 9-ով շատ լավ հնարավորություն ենք բաց թողել առնվազն գոնե մեր գերիներին վերադարձնելու հարցով եւ դա շատ կարեւոր հարց էր եւ այս իշխանությունը հետեւողականորեն տապալել է։ Ինչու եմ անդադ նշում այս իշխանությունը, որովհետեւ երբ որ քո օրվա իշխանությունը գերիների վերադարձի հարցը դնում է նույն հարթակի կամ նույն նժարի վրա, որ ինչպիսին է Լաչինի միջանցքը, Բերձորի միջանցքը, ու ասում է, բա ինչ անենք, գերիներին բերենք միջանցքը տանք,
դա Ալեն Սիմոնյանի խոսքերն է, ու էլի տարբեր պաշտոնյաներ։ Դա նշանակում է, որ այս մարդիկ ընդհանրապես չեն տիրապետում, չեն կարողանում հասկանալ, որ կա հումանիտար խնդիր, որը ոչ մի կապ չունի միջանցքի տալ ու վերցնելու հետ։ Նիկոլ Փաշինյանը ինքն է պարբերաբար ասում, որ չկա մի հարթակ, չկա մի հանդիպում, չկա մի հարց, երբ որ մենք գերիների հարցը չբարձրացնենք, եւ ակնհայտ է, որ Ադրբեջանը այդ դատավարությամբ կարծեք թե շատ ավելի հեռուն գնացող կամ այլ խնդիրներ ճնշման այլ լծակ է որպես նաև օգտագործում։ Քննարկում են, փորձում են անգամ Թրամփի մակարդակով, չէ՞, Թրամփն ինքն է։ Դուք լսել եք վերջերս ամենամեծ հարթակներից մեկը, օրինակ ՄԱԿ-ի ամբիոնից խոսույթը։ Քանի վայրկյան տևեց գերիների մասին խոսույթը։ Իսկ լսել եք Իսրայելի ղեկավարի խոսույթը կամ իրենց գործողությունները։ Պետությունը պիտի իր քաղաքացու համար լինի ամեն ինչ։ Քաղաքացին, յուրաքանչյուր քաղաքացի պիտի իմանա, որ իր թիկունքում կանգնած է պետություն։ Փոքր, փոքր։ Գուցե ոչ այդքան մեծ կարողություններ ունեցող, բայց պետությունը քո թիկունքին կանգնած է։ Այդ դեպքում քաղաքացին պատրաստ կլինի իր պետության համար անել ամեն ինչ։ Այդպես ինչպես որ այսօրվա իշխանությունը վերաբերվում է իր քաղաքացիներին, այդպես ինչպես որ տարբեր չինովնիկներ առանց ամանչելու ցինիկաբար հայտարարություններ են անում մարդկանց վերաբերյալ, որոնք գտնվում են գերության մեջ եւ խոշտանկման են ենթարկվում, գիտեք, ոչ մի քաղաքացի չի ուզենա այս պետության համար ինչ-որ մի բան անել։ Ուղղակի մեր ժողովուրդը պիտի հիշի, իշխանությունները ժամանակավոր են, բոլոր իշխանությունները ժամանակավոր են, հարատևապետությունը եւ ժողովուրդը, մնացածը ժամանակավոր են։ Պետությունը չի կարելի սիրել կամ չսիրել, ինչ որ իշխանության անպարկեշտ կամ անհետևողական, անգիտակից վարքի հետ կապված։ Դուք պիտի սիրեք պետությունը, որովհետև դա ձերն է։ Մենք նորից 26 թվականին հնարավորություն ունենք այդ անպատասխանատուներին ճանապարհել տուն եւ վերջացնել։ Եվ շատ ճիշտ է ասում Նիկոլ Փաշինյանը։ Ես զարմանում եմ, որ այդքանը ֆայմել են։ Այո, այս դատավարությունը իրականության մեջ ոչ թե արցախցի բարձրաստիճան պաշտոնյաների դատավարություն է, այլ սա Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված դատավարություն է, որը հիմք է հանդիսանալու հետագայում Հայաստանին շատ ավելի ծանր վիճակի մեջ դնելու համար։ Այդ թվում նաև միջազգային տարբեր դատարանների շնորհիվ։ Այն ինչը որ հիմա փորձում են հայցերը հետ քաշել եւ դա որպես խաղաղության գնալու ճանապարհին կարևոր եւ անհրաժեշտ, այսպես դետալ են համարում մեր իշխանությունները, իրան գնալու են ուղիղ հակառակ ճանապարհով։ Մենք ստանալու ենք շատ ավելի վատ վիճակ։ Այնպես որ այս իշխանությունները ուղղակի չեն կարող վերարտադրվել, չի կարելի թույլ տալ իրենց վերարտադրվել 26 թվականին։ Շատ լավ, ինչ քաղաքականություն եք որդեգրելու Արցախի ու արցախցիների հարցում։ Արցախցիների հարցում պատասխանը միանշանակ է։ Ցանկացած մարդ ունի տարբեր միջազգային կոնվենցիաներով ամրագրված իրավունքներ։ Այդ թվում նաև ցեղասպանությունից զերծ մնալու, էթնիկ զտումներից զերծ մնալու, իր հայրենիքում ապրելու, իր պատմամշակութային կապերը պահպանելու, իր լեզուն, իր մշակույթը պահպանելու եւ դա արցախցիների անօտարելի իրավունքներն են։ Ու լինի Նիկոլ Փաշինյան, լինի Դոնալդ Թրամփ լինի, կամ Պուտին լինի, Ալիև լինի, իրենցից որևէ մեկը այդ հարցը չի կարող որոշել միանձնյա կամ իր ստորագրությամբ կամ ինչ-որ թուղթ ստորագրելով։ Դա անօտարելի իրավունքներն են։ Սա մի հարցն է։ Իդեպ իրենք նաև ունեն ինքնորոշման իրավունք։ Ավելի միջազգային հարթակները եւ այլն ավելի ուժեղ է, քան իրավական նորմերը, քան իրավունքը։ Միշտ ավելի ուժեղ է եւ դա նշանակում է, որ դու որպես պետություն պիտի կարողանաս կայացած լինես քո իրավունքները պաշտպանելու համար։ Հիմա արցախցիները ունեն դեպ նաև ինքնորոշվելու իրավունք։ Ինքնորոշման իրավունքը, ինչպես որ տարածքային ամբողջականության, այնպես էլ ազգերի ինքնորոշման իրավունքը դեռ որևէ մեկը չի չեղարկել, որ պահին որ հավաքվեցին բոլորը միասին եւ ասեցին, որ Ժորժ ջան, վերջ պրծավ, ինքնորոշման իրավունքը փակում ենք, կամ բոլորի համար ինքը հասանելի է, բացի արցախցիներից, մենք էլ կընդունենք որպես միջազգային նորմ։ Ինքնորոշման իրավունքը բերելու եք, հա։ Մենք չենք բերելու, դա արցախցիների իրավունքն է։ Հասկանում եք այդ իրավունքը արցախցիների ինքնորոշման կամ Արցախցիները ունեն այդ իրավունքը եւ իրավունք ունեն այդ կոնվենցիաներով նախատեսված իրենց բոլոր իրավունքները իրացնելու։ Որևէ մեկը չի կարող սահմանափակել այդ իրավունքը։
Շատ լավ։ Արտաքին քաղաքական հարցում ինչ քաղաքականություն եք որդեգրելու։ Տեսեք Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը ինքը ասում է բալանսավորված քաղաքականություն, բայց այդ բալանսավորումը ստացվում է ռուսական ազդեցությունից հնարավորինս դեպի արևմուտք գնալու, ռուսական ազդեցությունը ըստ երևույթին մի փոքր բալանսավորելու քաղաքականություն դուք ինչ եք անում կամ ինչպես եք ընդունում այդ քաղաքականությունը։ Ես դա այդպես չեմ ընկալել։ Նիկոլ Փաշինյանը ամենաանկայուն ղեկավարներից մեկն է եւ դա է պատճառը, որ մենք բավականին ծանր վիճակում ենք հայտնվել, որովհետեւ երբ դու առավոտը հայտարարում ես, որ դու պատրաստ ես որոշումներ ես ընդունում ազգային ժողովով, որ դու դեպի Եվրոմիություն գնալու ճանապարհն ես, հետո մյուս օրը վերեսկանում գնում ես տարբեր այլ վայրեր, որտեղ որ, չգիտեմ, որևէ կերպ ուրախ չեն այդ հարաբերություններին, դու մի տեսակ դրա մեջ բալանսավորում չկա, դրա մեջ կա անորոշություն կամ դրա մեջ կա քո ծառայությունները բոլոր կողմերին առաջարկելու տպավորություն է ստեղծվում։ Մենք այս 5 տարիների ընթացքում այս առաջի process-ի ընթացքում ամենակարևոր հարցը մեզ համար լինելու է մեր սուվերենության, մեր կայունության հարցը կարգավորելը։ Դա է պատճառը, որ մենք առաջարկել ենք բոլոր թիմերին, կուսակցական թիմերին, ովքեր ունեն իրենց պատկերացումները, ով որ ուղղությամբ պատրաստվում է գնալ, վայր դնել այդ կողմնորոշումները եւ հավաքվել Հայաստանի Հանրապետությունը ներսից կայացնելու, ուժեղացնելու, ինստիտուտները կառուցելու հարցում։ Հետո որ ուղղությամբ ուզում է գնա հաջորդ եկող իշխանությունը, ըստ էության էական էլ չի լինելու, որովհետև երբ դու ունես կայացած ինստիտուտներ, երբ դու ունես բալանսավորված իշխանություն, երբ մի անձը որոշումների հիման վրա չի քո ամբողջ ժողովրդի ճակատագիրը որոշվում, երբ դա որոշվում է համատեղ եւ այնպիսի մեխանիզմով, որը հնարավորություն է տալիս կանխել կործանարար process-ները, մենք ունենալու ենք մեզ համար ստեյցիան էականել չի լինելու, թե հաջորդ եկող ժողովրդի ընտրյալ հաջորդ կուսակցությունը, թե ուղղ ուղղությամբ կհամոզի ժողովրդին, որ այս ուղղությամբ գնալը ճիշտ է։ Դա արդեն հաջորդ եկող իշխանության եւ ժողովրդի հարաբերություններն է համոզելու վրա է, դա մեր հարցը չի լինելու։ Մենք այս պահին փորձելու ենք, ոչ թե փորձելու ենք, այլ անպայման կառուցելու ենք մեր ներքին անվտանգությունը, մեր ներքին ինստիտուտների կայացումը, մնացած հարցերը թողելու ենք ապագայի վրա։ Անշուշտ կան հարցեր, որոնք ընդհանրացած լինելու են, դու չես կարող այդ 5 տարվա ընթացքում ասես ժողովուրդ մենք մենակ ներսն ենք մաքրում, դուրս այդ հարաբերություններ չունենք։ Այն ժառանգությունը, որը ընդունելու ենք իշխանություն գալու պահին, դա հաշվի առնելով, դա նկատի ունելով լավագույն լուծումները այդ պահի դրությամբ Հայաստանի Հանրապետության շահերից բխող դա ենք իրականացնելու։ Մնացածը թողելու ենք հաջորդի եկող իշխանություններին։ Ամեն դեպքում արտաքին քաղաքականության ձեր թե ինչ քաղաքականություն եք վարելու, այնքան էլ պարզ չդառավ, որն է լինելու ձեր տեսլականը այստեղ։ Եթե իմ անձնական կարծիքն է, նաև հնարավոր չի այս պահին, այս ոչ թե հնարավոր չի, ես ունեմ իմ տեսլականը, ես ունեմ իմ պատկերացումը։ Մարդ, որը 25 տարի զբաղվել է իրավապաշտպանությամբ, մարդ, որի համար մարդու իրավունքները եւ պետական կայացած ինստիտուտները, արդարադատության համակարգը, հակակոռուպցիոն մարմիններ ունենալը բացառիկ կարեւորություն է եւ ես դա կարող եմ ժամերով խոսել, թե ինչու է դա կարեւոր, այդ թվում նաեւ քո անվտանգության համար, քո պետականության կայացման համար, պարզ է, չէ՞ ինքը որ ուղղության վրա գնալու։ Այն ուղղության վրա, որտեղ այդ ինստիտուտները կայացած են, որտեղ այդ ինստիտուտները արժևորված են, որտեղ մարդը առհասարակ արժևորված է։ Իսկ ոմա կասկած չկա, բայց մի րոպե, քանի որ մենք որոշել ենք, որ համախմբման ճանապարհով ենք գնում, մենք այսպես շատ չոր ու կոշտ չենք դնում այդ հարցերը, որովհետեւ կարողանանք բոլոր ուժերի հետ, ում առաջարկում ենք մորատորի 2 տարվա միջև սահմանադրական փոփոխությունների ավարտը մորատորի հայտարարել այդ ուղղությունների վրա, այդ սուր անկյունները առաջարկում ենք մի պահ վայր դնել, հա, այդ 2 տարին կարծում եմ ահավոր մեծ ժամանակ չի, որպեսզի մենք կարողանանք հիմքերը սկսենք աշխատել, հա, այդ հիմքերի վրա աշխատել, ինչ որ պլաններ ունենալ, հետո մարդիկ ազատ կլինեն իրենց նախասիրությունները, իրենց ուղղությունները, իրենց ծրագրեր իրականացնելու ոչ մի խնդիր չի։ Իսկ հաջորդ եկող իշխանությունը առհասարակ ազատ է լինելու, ժողովրդին համոզելու, թե ինքը ուր է ուզում գնա։ Կհամոզի արևմուտք, թող գնան արևմուտք, կհամոզի գնան, չգիտեմ, ասեք, Պապուա Նովի Գվինեա, թող գնան Պապուա Նովի Գվինեա, կհամոզի գնան մի խոսքով ինչը կարողացան ժողովրդի ձայները, ինչի համար ստացան ժողովրդի ձայները, այդ պրոյեկտն էլ թող անեն, որևէ խնդիր չկա։ Եթե դու կայացած ես, եթե դու գիտես դու ինչ ես ուզում, քո նպատակը որտեղ է, այդ նպատակի գնալու ճանապարհին դու կարող ես լինել եւ այս երկրի հետ համագործակցության մեջ եւ այն երկրի ստանալ բոլոր բարիքները, ինչպես շատ խելացի քաղաքականություն վարող հարևան եւ ոչ այդքան հարևան երկրները կարողանում են, այո, շատ տարբեր խաղեր
շատ տարբեր համագործակցություններ ունենալով իրենց երկրի համար շահ բերել։ Ոչ թե գնաս ինչ որ մեկի հետ հարաբերությունների մեջ, որովհետև ինքը քեզ կօգնի վերարտադրվել ու դու հերթական անգամ կնստես այդ տաբուրետկին, այլ հնարավորություն ստեղծել քո պետության համար զարգացում ապահովել, անվտանգություն ապահովել, երաշխիքներ տալ քո երկրին, բարգավաճել մարդուն մարդավայել կյանքով ապրելու հնարավորություն տալ։ Շնորհակալություն։ Այս լավ նոտայի վրա էլ ավարտենք մեր զրույցը։ Ձեզ հաջողություն Տիկին Կարապետյանց եւ մեր ունկնդիրներին հիշեցնեմ, որ մեր տաղավարում էր Նժար սահմանադրական շարժման համահիմնադիր եւ կարող ենք ասել նախկին իրավապաշտպան կամ իրավապաշտպան, հա, նախկին Նինա Կարապետյանցը։